Այս պահին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի, սիրված դերասանուհի Զարա Արամյանի հոգեհանգիստը։ Զարա Արամյանի կյանքից անժամանակ հեռանալը մեծ ցավ է առաջացրել հայկական իրականության մեջ։ Համացանցի օգտատերերը ցավում են, չեն հավատում, որ իրենց նշած շիկահեր գեղեցկուհին այլևս իրենց հետ չէ։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր Զարա Արամյանի հոգեհանգստից։ Զարա Արամյանն ունի 2 երեխա, որդի և դուստր։ Նա և իր ամուսինը Արտաշեսը ապրում էին համատեղ սիրով կյանքով։ Զարա Արամյանը բազմիցս անգամներ Facebook-յան հարթակում հրապարակում էր ամուսնու մասնակցությամբ լուսանկարներ և գրում. «Իմ ապավեն, լավագույն ընկեր, համախոհ ու մեծ սեր։ Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ։ Շնորհավոր օրհնյալ ծնունդդ»։ Ահա այսպես էր Զարա Արամյանը խոսում ամուսնու մասին. «Իմ կյանքի կես, իմ լավագույն ընկեր, իմ սեր, դու տեր ես, ես հնազանդ, Արտաշ ջան, 67-ամյակդ շնորհավոր»։ 2024 թվականին ահա այսպիսի հրապարակում էր արել Զարան ամուսնու մասնակցությամբ։ Այս ընտանիքում տիրում էր սերն ու ջերմությունը, ինչը փաստում էին նաև Զարա Արամյանի ժամանակ առ ժամանակ հրապարակումները դստերի և որդու մասնակցությամբ նախորդ տարի, վերջինս իր դստերը նշանադրել էր։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Զարա Արամյանի որդին Facebook-յան էջում հրապարակումով է հանդես եկել։ Խորը ցավով հայտնում եմ, որ մորս Զարա Արամյանի սիրտը կանգ է առել։ Ուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17:00-ից, գրել է Գուրգեն Գասպարյանը Facebook-յան իր էջում։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք դերասան Հրանտ Թոխատյանը Facebook-յան իր էջում գրում է. «Զարա ջան, սիրուն, համով, տաղանդավոր ու շատ հարազատ լույսերի մեջ մնաս»։ Աշոտ Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Մի համ էլ պակասեց մեր համով բակից, մեր համով Զարան, չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զարան այլևս չկա, շատ ափսոս, ինչ ասեմ, Աստված հոգիդ լուսավորի, Զարա ջան», գրել է Աշոտ Ղազարյանը։ Աշոտ Ղազարյանը նաև համատեղ մի քանի լուսանկարներ է տարածել, որոնք ներկայացնում ենք ձեզ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք. Երգչուհի Ռիփսիմե Ելինյանը տարածել է Զարա Արամյանի լուսանկարն ու գրել. «Իմ սիրելի Զարա, լույսերի մեջ մնաս»։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը գրել է. «Անասելի ցավ, Զարա ջան»։ Դերասան Գրիգոր Դանելյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Զարա»։ Արմեն Պետրոսյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, Զարա ջան»։ Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ տարածելով դերասանուհու լուսանկարը իր ցավն է հայտնել. «Զարան էլ մեզ հետ չէ, լույսերի մեջ մնաք, լուսավոր մարդ»։ Նշենք նաև, որ այսպիսի հրապարակումներով իրենց ինստագրամյան էջերում շատ ու շատ հայ հայտնիներ են կիսվել։ Դերասանուհու դուստրը Էլեն Գասպարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Իմ ամենալուսավոր ժպտերեսիկ ու ծիծաղ կոտ, արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց, միշտ զգալու եմ կարիքդ։ Մորս Զարա Արամյանի այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց։ Ուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17:00-ից»։ Ողջ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակը սգում է այս սիրված մարդու կյանքից անժամանակ հեռանալը։ Նշենք, որ տարիների ընթացքում բազմաթիվ ֆեյք կայքեր նյութեր էին տարածում այն մասին, թե դերասանուհին մահացել է։ Զարա Արամյանը ինքը պարբերաբար տարածում էր նմանատիպ հրապարակումներն իր ֆեյսբուքյան էջում։ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին նա տարածելով նմանատիպ հրապարակում հետևյալն է գրել. «Կրկին ու կրկին, աշխարհը շրջվի ու գազազի, միևնույն է, սա անվերջ լինելու է, որ պարբերաբար ինձ տարբեր կայքեր թաղեն, որպեսզի իրենց դիտելիությունը շատանա։ Նորից անհանգստացածները զգուշորեն մոտենան, զանգեն երեխաներիս, բարեկամներիս, մոտ ընկերուհիներիս, հարևաններիս, որ ճշտեն, մնացածը նյութի տակը դնեն, լացող սմայլիկ կամ ցավակցականներ գրեն, ջերմ խոսքեր, այնքան ջերմ, որ մտածում եմ, բայց լավ ներ խեղճ կինը, թե խի էլի գնաց, օգնում է միայն հումորի զգացումս,
Մի խոսքով սիրելիներս, մի անհանգստացեք, ես ողջ առողջ եմ, շնորհակալ եմ վշտացողներին նուրբ զգացումների համար։ Այս հրապարակումը դերասանուհին տարածել է դեռ 2 տարի առաջ և նմանատիպ հրապարակումներ իր Facebook-յան էջում շատ անգամներ տարածում էր և հումորի վերածում, դե իսկ այսօր նրա մահը արդեն ցավոք իրականություն է։ Զարա Արամյանը Facebook-յան իր էջում հրապարակումով էր հանդես եկել տարեվերջին և շնորհակալություն հայտնել։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ, դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն ու հիվանդությունս ավելի խորանալու համար։ Պատրաստ եմ դիմավորելու նոր 2026 թիվը ու հույս ստացել, որ երկիրս խաղաղ կլինի, իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր։ Շնորհավոր իմ նախշումներ ջան, նոր տարին։ Ես շարունակում եմ ձեզ սիրել, նշել է սիրված դերասանուհին Facebook-յան իր էջում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք հեռուստահաղորդավարուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի Զարա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Երացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Զարա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Արմուր ԵՄ զրուցել էր Զարա Արամյանի ամուսնու Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել էր. «Այո, Զարան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։ Ավելի ուշ Զարա Արամյանի դուստրը Facebook-յան էջում հուզիչ գրառում է թողել. «Հա, մամայի վիճակը ծայրահեղ վատ ա, խնդրում եմ մի հարցրեք, թե ինչն ա, սիրտն ա ու այլ կապակցված խնդիրներ, միակ բանը, որ կարող եք անել, դա աղոթելն ա»։ Ուրարտուն Facebook-յան էջում հայտնում է. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Ուրարտու ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանն իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից Ուրարտու ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել Ուրարտու 2-ի կազմում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ, Վահան, դու ընդմիշտ կմնաս Ուրարտուի մի մասնիկը», նշված է հայտարարության մեջ։ Մեկնաբանությունների դաշտում շատերը փորձել են ճշտել, թե ինչից է մահացել երեխան։ Այս մեկնաբանություններին ի պատասխան գրել են, որ երեխան մահացել է հրազենային վիրավորումից։ Ցավակցում ենք երեխայի ընտանիքի անդամներին։ Հունվարի 12-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում և ՀՀՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում լիք կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են ՀՀՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերվել է անձը չպարզված դիմ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայտնաբերված դիակը Միխայիլ Դ-ն է, ով 1 ամիս շարունակ անհետ կորած էր համարվում և ոստիկանությունը փնտրում էր նրան։